Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում արդեն 5 տարի անցկացվում է շախմատի հուշամրցաշար նվիրված նույն դպրոցի մանկավարժ Արամայի Սարգսյանի հիշատակին։ Մրցաշարը համախմբում է տարբեր տարիքի շախմատասերների մարզի տարբեր համայնքներից։ Դպրոցում ֆիզիկա և շախմատ դասավանդած ուսուցիչը մեծ սեր է ունեցել շախմատի նկատմամբ և այն փոխանցել իր աշակերտներին։ Հենց նրանցից մեկի Գուրգեն Հարությունյանի գաղափարն է կազմակերպել շախմատի մրցաշար ի հիշատակ խստապահանջ և հետևողական մանկավարժի։ Միջոցառման հիմնական նպատակն է համայնքում զարգացնել առողջ միտքը, հատկապես աշակերտներին և երիտասարդներին հնարավորություն տալ պայքարել և հաղթելու միջոցով ձևավորել ամուր կյանք։ Մրցաշարը հնարավորություն է տալիս ոչ միայն Ճամբարակ համայնքի մասնակիցներին, այլ նաև ամբողջ մարզի շախմատասերներին այսօր հավաքվել Թթուջուր գյուղում և անցկացնել հիանալի մրցաշար, փորձել իրենց ուժերը։ Իրեն աշակերտների շնորհիվ, իրեն աշակերտների աջակցությամբ այս մրցաշարը իրականացվում է։ Մեր նպատակն էր, որպեսզի առաջի հերթին նրա անունը բարձր պահենք, և երկրորդ նպատակն էր մատաղ սերունդի մեջ դաստիարակել առաջի հերթին շախմատը և հնարավորին սահման կարողանալ ներգրավել ավելի շատ և մեծահասակներ և աշակերտներ։ Մեր զինվորներն էլ են մեծ հաճույքով մասնակցություն ունենում յուրաքանչյուր տարի և ուրախալի է, որ նմանատիպ մրցաշար անցկացվում, համերաշխություն առաջի հերթին, ընկերասիրություն։ Մրցաշարի գլխավոր մրցավար Գեղարքունիքի մարզի շախմատի գործող չեմպիոն Գարիկ Մարտիրոսյանը ներկայացնում է մրցաշարի անցկացման կարգը, տարիքային 2 խումբ է մասնակցում՝ մինչև 18 և 18-ից բարձր։ Մրցաշարում մասնակցում են մոտ 62 մասնակից տարբեր խմբերով մինչև 18 տարեկաններ և մեծահասակների մեջ տարբեր համայնքներից, մարզերից։ Մրցաշարը լինելու է 10+5 ժամակարգով, ռափիդ մեր սիրած մրցաշարն է։ Մրցաշարում 2 անթույլատրելի պարտություն է համարվում, 2 անգամ նկատողություն եղավ մինչև 18 երեխեքի մեջ, հաջորդ խաղը պարտություն է գրանցվելու։ Կան շատ ավելի բարձր կարգի շախմատիստներ մինչև 18 տարեկան հասակում, ովքեր նպատակահարմար է, որպեսզի խաղան մեծահասակների խմբում։ Մրցաշարի անցկացումը դրական ազդեցություն է թողնում հատկապես պատանի շախմատիստների շրջանում։ Նրանք շարունակում են զարգացնել իրենց հմտությունները, ավելի լրջորեն են վերաբերվում մարզումներին, նկատում է հուշամրցաշարի նախաձեռնության հեղինակը։ Միջոցառման շրջանակներում, հասկանալով, որ ամեն տարի է այստեղ անցկացվում, կարողացան էլ ավելի հմտանալ շախմատի մեջ, ավելի զարգացնել այդ ունակությունը և արդեն այսօր ունեն շախմատային կարգ, երկրորդ կարգ, երրորդ կարգ, առաջին կարգ, ունենք նման երեխաներ, որոնք մարզից դուրս լուծարողություններ են գրանցում։ Այստեղ կային թոշակառուներ, որոնք խաղում էին, լավ էլ խաղում են, բայց այսօր մոտեցան մեզ և ասում են, գիտեք, ասում եմ, Մելան ջան, այս երեխեք ինչ լավ են խաղում, ինչ որ մի բանի կհասնեն։ Մեր կրտսեր երեխեքը լավ են խաղում, արդեն մտածում են։ Մրցաշարին հետևում են Արամայի Սարգսյանի գործընկերները, ևս մեկ առիթ է միասին անցած ուղին վերհիշելու և կյանքից վաղաժամ հեռացած գործընկերոջ մասին խոսելու։ Արտակարգ մարդ, որպես համբերատար, զուսպ, կիրթ, դաստիարակված անձնավորություն։ Ինքը շատ օրինակել էր և այդ արդյունքը, որ այսպես հիշվում է ինքը և գնահատվում է, դա հուշում է իր լավ աշխատանքի մասին, իր լավ մարդու տեսակի մասին, իր բարի մարդու տեսակի մասին։ Ինքը ֆիզիկայի մասնագետ էր, իր առարկայի գիտակ էր նաև և աշակերտներն էլ շատ էին սիրում և արդյունքում խնդրեմ այս միջոցառման հեղինակները հենց իր աշակերտներն են այդպես հատուցում։ Հուշամրցաշարն ամփոփում են պարգևատրման արարողությամբ, պատվոգրով և մեդալով պարգևատրվում են տարիքային 2 խմբերի առաջին, երկրորդ, երրորդ տեղ գրաված մասնակիցները։ Մինչև 18 տարեկանների խմբում առաջին տեղ է գրավում 7-ամյա Ալեքսանդր Գիչունցը, 15-ամյա Արմեն Ղանադյանը, ով խաղում էր 18-ից բարձր տարիքային խմբում, նվաճում է այդ խմբի առաջին տեղը։ Շնորհակալագրի են արժանանում մրցաշարի կայացման աջակիցները։ Հուշամրցաշարի կազմակերպմանն օժանդակում է Ճամբարակի համայնքապետարանը, կարևորելով պատանիների մտավոր զարգացումն ու շախմատի տարածումը։